Բարյոսելի քույր եղբայրներ ջան, եկեք շարունակենք Հռոմեացիս 11:1-ից մինչև 10 համարները, եկեք ընթերցենք սկզբից հատվածը։ Արդ ասում եմ, միթե Աստված դեն գցեց իր ժողովուրդը, քավ լիցի, որովհետև ես էլ իզրայելացի եմ Աբրահամի սերունդից, Բենյամինի ցեղիցը։ Աստված դեն չգցեց իր ժողովուրդը, որին առաջուց ճանաչեց, կամ թե չգիտեք, թե գիրքն ինչ է ասում Եղիայի համար գրվածքումը, ինչպես նա Իսրայելի դեմ գանգատվում է Աստծո առաջին. Տեր, քո մարգարեներին կոտորեցին և քո սեղանները կործանեցին, և միայն ես մնացի և իմ անձը որոնում են։ Բայց աստվածային պատգամն ինչ է ասում նրան. 7000 մարդ թողեցի ինձ համար, որ Բաղին ծունր չդրին։ Հենց այսպես էլ այս ժամանակումը շնորհքի ընտրության պես մի մնացորդ եղավ, բայց եթե շնորհքով էլ գործերից չէ, ապա թե ոչ շնորհքը էլ շնորհք չի լինի, բայց եթե գործերից է, էլ շնորհք չէ, ապա թե ոչ գործն էլ գործ չի։ Ուրեմն ինչ, այն որ Իսրայելը որոնում էր նրան չհասավ, բայց ընտրվածները հասան և մյուսները կուրացան։ Ինչպես գրված է, Աստված տվավ նրանց թմրության հոգի, աչքեր որ չտեսնեն և ականջներ որ չլսեն մինչև այս օրվա օրը։ Առավել և Դավիթն ասում է. նրանց սեղանը թող որոգայթ լինի նրանց, և որս և գայթակղություն և հատուցման նրանց համար։ Թող նրանց աչքերը խավարեն, որ չտեսնեն, և նրանց թիկունքները միշտ ծռեցրու։ Մեր այս հատվածում արդեն, եթե հիշում եք, մենք երկու ձայնագրություն միայն ներածության ենք նվիրել։ Ներածության մեջ մենք խոսել ենք ընդհանուր շնորհքի ընտրության պես մնացորդի հիմքը, ինչպես առաքյալը զարգացնում։ Այդտեղ մենք խոսել ենք սուվերեն ընտրության մասին, Աստծո շնորհքի որոշակի բաղադրիչների, և նաև անդրադարձել ենք Իսրայելի անկման պատճառներին, և սա արդեն երրորդ հարցադրումն անում առաքյալը։ Ճիշտ է, մենք հիմա կանդրադառնանք արդեն 3 կարևոր սկզբունքներից առաջինին, շնորհքի ընտրության պես մնացորդը մտնում է եկեղեցի, բայց եկեք հիշենք, որ առաքյալը 3 հարցադրումներով միշտ ցույց տվեց, որ Իսրայելի անկման պատճառ միշտ հանդիսանում է Իսրայելի անհնազանդությունը, այսինքն այնպես չի, որ Աստված նրանց տեսնող աչքերը կուրացրել է։ Հիմա, որպեսզի սա մենք հասկանանք, առաջին առաքյալը, հիշում եք, շեշտեց 9-րդ գլխում, ասեց. միթե Աստված մերժեց իր ժողովուրդը և ասեց քավ լիցի, որովհետև ոչ բոլոր Իսրայելն է իսրայելացի, այսինքն կա մի ամբողջ Իսրայել փրկության օղակներում, այսինքն Աստծո ուխտի շրջանակում ընտրված մի ժողովուրդ, բայց փրկության օղակներում այն ոչ բոլորն են փրկվում, այն ուղղակի ունի յուրահատուկ ֆունկցիոնալ դեր։ Մենք անցյալ անգամ այդ մասին խոսել ենք, չեմ ուզում նորից մարելա, մարգարեներն են նրանցից, օրենքը նրանց մեջ տրվեց, Մեսիան պիտի նրանցից գա, բայց այդ ընտրության, այդ ընդհանուր ժողովրդի ընտրության մեջ կա մի շնորհքի ընտրության պես մնացորդ, որպեսզի այս մնացորդի աստվածաբանությունը զարգացնի, ինքը ցույց է տալի ընդհանուր Իսրայելի ֆունկցիոնալ դերը։ Հիմա առաջի հարցադրումը քավ լիցի, ոչ բոլոր Իսրայելն է Իսրայել, երկրորդում ինքը հարցվեց. միգուցե արդեն երկրորդը եւ 10-րդ գլխում միգուցե քարոզը չի եղել, միգուցե ճշմարտությունը չի փոխանցվել փրկության միջոցի, դրա համար են իրենք որոնել իրենց փրկության միջոցը օրենքի գործերով կամ արդարությունը հասնել իրենց գործերով, եւ առաքյալը ասեց ոչ, եւ քարոզիչն է եղել, եւ քարոզվողն է եղել, եւ քարոզն է եղել, եւ ուղարկվողն է եղել, բայց չի եղել հնազանդություն լսված լուրի։ Լուրն էլ է լսվել, բայց հնազանդություն չի եղել։ Այսինքն ամեն դեպքում ինքը բոլոր արգումենտները ցույց է տալի, որ Աստծո որևէ մեկ թերություն չի հանդիսանում Իսրայելի անկման պատճառ։ Եվ հիմա արդեն մեր հատվածում ցույց է տալիս, որ արդ ինչ եմ ասում, Աստված դենքեց իր ժողովուրդը, միգուցե Աստված Իսրայելի անհնազանդության պատճառով վերցրեց այդ խոստումները եւ օրհնությունները եւ դրեց ուրիշ ազգի վրա, կամ ավելի ճիշտ կլինի ասել եկեղեցու վրա, այսինքն հիմա Իսրայելը հանդիսանում է խորհրդանիշ, իսկ իրական փրկվածները դա եկեղեցին է, ոչ Սերվես։ Առաքյալը նույնպես ասում է քավ լիցի եւ առաջի արգումենտ, որպեսզի ցույց տա, որ Աստված Իսրայելը չի մերժի, այդ շնորհքի ընտրության պես մնացորդը մտնում է եկեղեցի, ասում է ես էլ եմ իսրայելացի։ Եթե Աստված մերժի ընդհանուր ժողովրդին, բայց ես ինչ եմ անում այստեղ փրկության մեջ։ Այսա ամենակարևորը, որի պիտի անդրադառնանք, բայց ինչ մենք անդրադառնանք սրան, մի կարևոր սկզբունք եմ ուզում ասեմ, որը կօգնի մեզ նաև ընդհանուր հաստատվածը տեսնելու։ Եկեք հիշենք, որ այս ամենը առաքյալը ներկայացնում է իր ընդհանուր փրկության, Աստծո փրկության ծրագրի ներքո։ Այսինքն փրկության ծրագրից կտրված չի ներկայացնում Աստծո սուվերեն ընտրությունը, ավետարանի ճշմարտությունը, Աստծո շնորհքը, այսինքն մեղքի անկումը, այս ամենը առաքյալ ներկայացնում է Աստծո փրկության ծրագրի ներքո, որի հիմքում ընկած է Աստծո փառքը։ Ինչի նկատի ունենք, երբ որ ասում ենք Աստծո փրկության ծրագրի հիմքում ընկած է Աստծո փառքը։ Հետաքրքիր է, որ տեսնենք, որ Աստծո փառքը դա Աստծո հատկությունների փունջն է, այսինքն Աստված երևում է իր հատկություններով։
Դրա համար եթե ադամանդա քարը, դա նշանակում է կա ադամանդի փայլը, այդ փայլն է ցույց տալիս, որ այդ քարը ադամանդ է։ Մենք այս մասին շատ ենք խոսել։ Դոքսոլոգիա կա, ուսուցում աստվածաբանության մեջ, փառքի մասին ուսուցում։ Փառքը դա Աստծո հատկություններ են, եւ այդ Աստծո հատկությունները Աստվածաշնչում տեսնելով է, որ մենք տեսնում ենք ով Աստված, տեսնում ենք նրա փառքը։ Այսինքն տեսնելով է, որ մենք կարողանում ենք նմանվել նրան վերստին ծնունդի օղակներում արդեն, այսինքն մեղքի գերությունից ազատված, նոր բնություն, նոր ստեղծված լինելու արդյունքում մենք կարողանում ենք նմանվել Քրիստոսին, տեսնելով նրա հատկությունները, այսինքն մեր վարքը փոխվում է շնորհքով։ Այսինքն մեր կյանքի տեսանկյունը ընդհանուր կյանքի երևույթներին, պարագաներին դա Աստծո տեսանկյունն է գալի։ Այսինքն մինչ այդ մենք ունեինք էգոցենտրիկ տեսանկյուն, մեր անձի շահից բխած տեսանկյուն դեպի կյանք, հիմա փոխված է նոր բնության օղակներում։ Այսինքն սա, երբ որ մենք ասում ենք Աստծո փրկության օղակներում է ներկայացնում շնորհքի ընտրության պես մնացորդի սկզբունքը, մենք պետք է հասկանանք, որ այդ շնորհքի ընտրության պես մնացորդի ուսուցումը նույնպես պիտի արտադրի հասկացող հավատացյալի կյանքում փառք դեպի Աստված։ Պիտի հասկանա, թե Աստված ինչ է, որովհետև ինքը մի քանի անգամ շեշտում է, որ շնորհքի ընտրության պես մնացորդը շնորհքով է փրկված, ոչ թե օրենքի գործերով, ինքը այնտեղ շեշտում է, հիշում եք հատվածը մենք կարդացինք, նրանք որ որոնում էին, սա ակնարկում է, եթե մենք հիշում եք 9-10-րդ գլուխներում մենք կարդացինք, որ իզրայելացիներն էին որոնում օրենքի գործերով արդարություն եւ չհասան, բայց ինքը չի ասում, այ նրանք որ ճիշտ էին որոնում հասան, ասում է նրանք որ որոնում էին չհասան, բայց ընտրվածները հասան։ Տեսնում եք հակաթեզիսը, չի ասում ճիշտ որոնողները հասան, ասում ընտրվածները, այսինքն ինքը որպեսզի ցույց տա, որ կա շնորհքի ընտրության պես մնացորդ, որը վերաբերվում է փրկությանը։ Եվ սա շատ կարևոր է, որ մենք տեսնենք։ Ուրեմն ինչի ես սա ասեցի, որովհետեւ շատ հաճախ մարդիկ հարց են տալիս, ասում են Արմեղ պար, եթե օրինակ Աստված գիտեր, որ Սատանան երբ որ մտնի Եդեմի պարտեզ եւ մարդը պիտի մեղքի անկում ունենա, այսինքն ինչու թույլ տվեց, որ այդ դեպքում Սատանան մտնի եւ գայթակղի մարդուն։ Տեսեք, այս հարց տվողները ընդհանուր առմամբ չեն տեսնում Աստծո փրկության ծրագիրը, այս դրա համար եմ ես ասում, եւ չեն տեսնում այդ փրկության ծրագրի հիմքում ընկած Աստծո փառքը։ Աստծո փառք ասելով մենք մի քիչ առաջ ես շեշտեցի, որ մենք խոսում ենք Աստծո հատկությունների մասին։ Աստծո կարևոր հատկություններից մեկը հանդիսանում է մեր հատվածում, եթե վերցնենք, ողորմությունը եւ շնորհքը։ Այսինքն եթե մարդը մեղքի անկում չունենա, ինքը երբեք չի ճանաչի Աստծուն ողորմած եւ շնորհքի Աստված։ Եթե մարդը մեղքի անկում չունենա, երբեք չի հասկանա, որ ինքը մեծ կարիք ունի Աստծուց կախված լինելու։ Այսինքն այս ամենի արդյունքում ամեն ինչ որ Աստված թույլ է տալիս, բայց մենք գիտենք, որ Աստված չի կուրացնում աչքերը։ Մարդը իր թողնելով մարդուն իր ազատ կամքին, սա կարևոր է որ մենք տեսնենք։ Ի վերջո Աստված իրականացնում է իր ծրագիրը։ Հիմա եթե մենք արդեն խոսում ենք այսօրվա, արդեն մեղքի անկում ապրած մարդու մասին, կամքի մասին, մենք գիտենք, որ այդ կամքը ամբողջացած է էգոցենտրիզմի մեջ, այսինքն իր շահը փնտրելու մեջ, ինքը միշտ մերժելու է։ Դրա համար այս հարցը, որ տալիս են մարդիկ, ինչի Աստված թույլ տվեց, որ Սատանան մտնի Եդեմի պարտեզ, գալիս է էգոցենտրիկ տեսանկյունից։ Վերստին ծնված եւ Աստված ճանաչ մարդ այս հարցը չի տալի, որտեղ ինքը տեսնում է Աստծո ծրագրի այդ բաղադրիչը, որի հիմքում ընկած Աստծո փառքը, որպեսզի մարդը ճանաչի ով է իրական Աստված։ Հիմա տեսեք, ինչի հետ է կապված սա։ Այն մարդիկ, որ այս հարցը տալիս են, խնդիրը նա է, որ իրենց համար կյանքի որակը կապված է իրենց ցանկությունների իրականացնելու եւ կյանքը վայելելու հետ։ Դրա համար ասում են, ինչի Աստված թույլ տվեց, որ մարդը ընկնի։ Լավ չէ լինի, որ մարդը միշտ կանգներ եւ օրհնություններ վայելեր եւ ապրեր իր ուզածը աներ։ Այստեղ է ամբողջ խնդիրը, այսինքն ոչ ճիշտ տեսանկյունից է գալի այս հարցադրումը։ Դրա համար առաքյալը երբեք չի ներկայացնում եւ շնորհքը եւ ընտրությունը, որովհետեւ մեկ բաղադրիչ, որը ամբողջանում է ավետարանը փրկության ծրագիրը, երբեք չի ներկայացնում փրկության ծրագրից դուրս կամ կտրված այդ ծրագրից։ Ինքը ամեն ինչ խոսում է Աստծո փրկության ծրագրում։ Հիմա էլ մեր այս հատվածում ինքը պատասխանում է Իսրայելի անկման երրորդ հարցադրման։ Ցույց է տալի, որ ինչ է, միգուցե Աստված մերժեց Իսրայելը կամ այդ խոստումները, որովհետև Իսրայելը անհնազանդ գտնվեց, ինքն ասում է քավլիցի, որտեղ արդեն պատասխան չէ, որ ոչ բոլոր Իսրայելն է Իսրայել կամ շնորհքի ընտրության պես մնացորդ, եւ քարոզվել է եւ այդ քարոզը լսում եւ վերստին ծնվում է շնորհքի ընտրության պես մնացորդի մեջ եղողները։ Նրանք, որոնց Աստված ընտրել է։ Տեսեք, այս ընտրությունը կապված չի մարդու հատկությունից։ Դրա համար ինքը հետևի պարագայ, որ ասում է ընտրված, ասում է, եթե ոչ թե գործերից, այլ շնորհքից։ Ինչի՞ դա ակնարկ է Իսրայելին, որ ուզում էին գործերից արդարանալ։ Իսկ հեթանոսները գործերից չարդարացան։ Ընտրվածությունն էր, այսինքն շնորհքի ընտրության պես մնացորդը։ Հիմա ես մի քիչ ամբողջական նորից խոսեցի, բայց եկեք անդրադառնանք արդեն մեր առաջի հարցադրման։ Շնորհքի ընտրության պես մնացորդը,
որ առաքյալը ներկայացնում է Աստծո փրկության ծրագրի ներքո, որի հիմքում ընկած է իր փառքը, առաջի կարևոր կետ առաքյալն ասում է շնորհքի ընտրության պես մնացորդը մտնում է եկեղեցու դիսպենսացիա։ Ինչ է նշանակում դիսպենսացիա։ Մի քիչ սրա մասին խոսենք, որպեսզի կարողանանք ամբողջացնել։ Դիսպենսացիան դա աստվածաբանորեն ընտրված բառ է, սերնես։ Իհարկե այդ բառը կա Աստվածաշնչում, օրինակ առաքյալը, որ ասում է տնտեսվարող, դամաստրայից էլ։ Այս բառն է Տիմոթեոսին ուղղված նամակում ամեն դեպքում։ Եվ այս բառը օգտագործում ենք ինչ ասելով, որպեսզի ցույց տանք, թե ինչպես Աստված ամբողջացնում իր փրկության ծրագիրը, ինչպես է շինում իր տունը, իր արքայությունը։ Այս առումով օգտագործված է այս բառը։ Դիսպենսացիան դա այն ժամանակահատվածն է, որտեղ Աստված ունի յուրահատուկ կամ որոշակի Աստված հայտնության չափաբաժին եւ այդ չափաբաժնի համաձայն որոշակի պահանջ դեպի մարդը կամ որոշակի ղեկավարություն այդ շրջանի մեջ։ Այսինքն մենք գիտենք, որ Աստվածահայտնությունը կամ Աստծո հատկությունների մասին իր հայտնությունը Աստված տալիս է պրոգրեսիվ, այսինքն ոչ ամբողջական, միանգամից չի տալի ամեն ինչ, որովհետև օրինակ Նոյը չգիտեր Աստծո փրկության ծրագրի մասին ամբողջությունը։ Փրկության մասին օրինակ Նոյը կամ ասենք վերցնենք Ադամ եւ Եվան, ավելի առաջ գնանք։ Իրանք գիտեին փրկության առումով սերունդի խորհուրդը, որ կա մի սերունդ, որը կջախջախի սատանայի գլուխ, այդ սերունդով է իրանց փրկությունը կամ մեղքի գերությունից ազատվել։ Դե հիշում եք եւ դրա համար մենք այս մասին շատ խոսել ենք, չեմ ուզում անդրադառնալ sense հարցերի, որպեսզի ժամանակը շատ չգնա, չօգնեք։ Ադամ եւ Եվան նույնիսկ սպասում էին իրենց սերունդներից այդ փրկիչը, այսինքն դրա համար իրանց որդիների անունները նույնիսկ շեշտում են իրանց այդ սպասումը։ Կայեն Աստծով մարդ ստացա սերունդը, Կայեն, հետո Աբել ունայնություն չստացվեց, այսինքն ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ այդ չափաբաժինը հայտնության պրոգրեսիվ է եւ ի վերջո եկեղեցուն հայտնված է Աստվածահայտնության այն ամբողջական պաշարը, որի հիմքում նաեւ եկեղեցին գիտի ավելին, քան թե Իսրայելը, որտեղ Իսրայելի համար ծածկված էր ինչը եկեղեցու շրջանը։ Իսրայելացին չգիտեր, որ առանց տաճարի, առանց զոհաբերությունների, առանց իսրայելացի դառնալու կա փրկություն։ Այսինքն դրա համար, երբ որ մենք խոսում ենք եկեղեցու դիսպենսացիայի մասին, պետք է ուշադիր լինենք, եկեղեցու ամեն մի փրկող կապ չունի տաճարի հետ։ Կապ չունի տաճարի ծեսերի, զոհաբերությունների հետ։ Շատ հետաքրքիր է սա։ Եվ բայց փրկությունը նույն սկզբունքն է, նույն ուխտի մեջ մտնելն է, նույն ուխտն է, նույն Աստծո ժողովուրդն են, բայց փրկության միջոցի հետ կապված որոշակի յուրահատուկ տարբերություն կա, որտեղ կա այլ ֆունկցիոնալ դեր Իսրայելի եւ նաեւ եկեղեցու առումով։ Հիմա մեր հատվածում առաքյալն ասում է Աստված չի մերժել իր ժողովուրդը եւ այդ ժողովրդի մեջ միշտ Աստված ընտրել է շնորհքիության պես մնացորդ, այդ մնացորդներից մեկը ես եմ եւ այդ մնացորդը հիմա մտնում է եկեղեցու դիսպենսացիա շրջան, եկեղեցու շրջան է մտնում։ Ինչա ուրիշ իսրայելացիներ չէին մտել փրկության մեջ առանց եկեղեցու շրջանի, իհարկե մտել էին Դավիթը, Աբրահամը, շատ բոլորը։ Մենք տեսնում ենք մի ամբողջական 7000 հոգի այստեղ մեջբերում ան, որ բաղի ծունը չեն դրել, որտեղ ես նրանց մեջ ներգործում եմ, նրանք իմ զավակներն են։ Հիմա տեսեք, այս սկզբունքի մեջ առաքյալը առաջի կարևոր ճշմարտություն ներկայացնում է, որ այդ շնորհքի ընտրության պես մնացորդը նորից հիշեք, որ ինքը ներկայացնում է Աստծո փրկության ծրագրի մեջ, որպես բաղադրիչ մտնում է եկեղեցու շրջան։ Հենց առաջի համար եկեք ընթերցենք։ Արդ ասում է. միթե Աստված դեն գցեց իր ժողովուրդը Քավլիցի, որովհետև ես էլ իսրայելացի եմ Աբրահամի սերունդից եւ շարունակում ամբողջացնելով Բենյամինի ցեղից է, այսինքն 12 ցեղերից է, որպեսզի հասկանանք, որ խոսքը չի վերաբերվում հոգևոր Իսրայելի հետ, այլ Հակոբի սերունդի էթնիկ Իսրայելի մեջ կա փրկվող անձ, ասում է մեկը ես եմ։ Եթե Աստված դեն նետի իր բոլոր ժողովուրդը, բա ես ինչ գործ ունեմ փրկության մեջ։ Առաքյալը սա է ասում։ Որպեսզի մենք հիմա հասկանանք եւ տեսեք ինքը ինչ է ցույց տալու։ Եվ ցույց է տալու, որ երբ որ ինքն ասում է ես եմ, հիշում եք Տիմոթեոսի թղթում ինքը ինչ ասում է, Աստված իմ նման տականքին ընտրեց, որպեսզի իր շնորհքի ամբողջ մեծությունը ցույց տա։ Այսինքն եթե Աստված ընտրի մի բարի մարդու, մի որոնող հետևորդ, հնազանդ մարդու, իր շնորհքը չի երևա։ Հատուկ թույլ տվեց, որ Պողոսը անկում ունենա եւ եկեղեցին սպանի հալածի, որպեսզի ցույց տա, որ ընտրությունը Պողոսի գործերից չէր, այլ իր շնորհքի ընտրությունով էր, որպեսզի շնորհքը փառաբանվի եւ գոմվի։
Հիմա մենք նայելու ենք սրան, դրա համար ինքը ասում է ես առաջինը, ես եմ իսրայելացի, այսինքն առաջի հարցադրում, որ Աստված դեն չի նետե իր ժողովուրդը, որպես արգումենտ առաքյալ առաջակաշում իր անձը, ասում է, բա ինձ նայեք, ես իսրայելացի չեմ, ոնց Աստված դեն նետեց իր ժողովուրդը, չէ՞ որ ես էլ իսրայելացի եմ Բենյամինի ցեղից։ Տեսնում եք, ինչ կարևոր սկզբունք է։ Եկեք անդրադառնանք այս առաջի ճշմարտությանը։ Այսինքն պետք է կարևորություն տանք Պողոսի այս խոսքերին։ Տեսեք, ինքը իր անձը ներկայացնում է որպես կարևորագույն արգումենտ։ Նայեք, եւ մենք անդրադառնանք սրան, որովհետեւ եկեղեցու շրջան մտնում են հենց առաջի Պենտեկոստեի օրը։ Հիշում եք ովքեր փրկվեցին։ Իսրայելացիները 3000 հոգի իսրայելցի, հետո 5000 հոգի առաջի եկեղեցին բաղկացած էր իսրայելացիներից ելնես։ Նույնիսկ պաշտամունքները անում էին տաճարում։ Մենք կարանք տեսնենք սա գործ առաքելոց է կարանք նայեք։ Այսինքն պետք է մենք հասկանանք ինչ է ասում առաքյալը, ինքը միշտ հիմա զարգացնում է շնորհքի ընտրության պես մնացորդի աստվածաբանությունը, որի մեջ մտնում է նաև Իսրայելը։ Դա համար ինքն ասում է Աստված դեն չի նետե իր ժողովուրդ, այդ ժողովրդի մեջ ինքը ունի մի մնացորդ եւ միշտ է ունեցել այդ մնացորդը։ Հիմա առավել որպիսի ավելանք ավելին Իսրայելի ներժողականության համար նաև առաքյալը ներկայացնում է այս սկզբունքը Պողոս ասում է ինձ ես որ սավուղ էի այսինքն ոչ թե Աստված ընտրեց մի անձի, ով շատ բարի եւ հնազանդ է, ինչպես մի քիչ առաջ ես ասացի, այլ ընտրեց մեկին, ով ընդհանրապես եկեղեցու հալածող էր համարվում։ Եկեք անդրադառնանք այս հատվածին, շատ խորին է, որովհետեւ տեսեք, առաջի արգումենտ բերելով իրեն որպես իսրայելացի, նաեւ անդրադառնում է, թե ինքը ինչպես է փրկվել։ Եկեք անդրադառնանք սրան։ Սա մենք կարող տեսնենք առաջի Տիմոթեոս առաջի գլխում։ Առաջի Տիմոթեոս առաջի գլխի 12 համարից մինչև 16-ում առաքյալ էս մասին է խոսում։ Ուշադիր նայեք, եւ շնորհակալ եմ ինձ մեր Տեր Հիսուս Քրիստոսումը զորացնողից։ Շնորհակալ եմ ումից, ինձ զորացնողից։ Այս զորացնել բառը շատ կարևոր է, այն ցույց է տալի, որ ինձ կարողություն տվողից, իմ մեջ ներգործողից, ինձ զորացնողից, փրկության առումով ինձ զորություն տվողից, ինձ դրթողից։ Ես շնորհակալ եմ ինձ մեր Տեր Հիսուս Քրիստոսումը, Հիսուս Քրիստոսում վերստին ծնունդի շրջանակում ինձ զորացնողից, որ ինձ հավատարիմ համարեց եւ սպասավորության մեջ դրավ։ Այդպես չէ՞ որ ես լավն էի, որ ինձ այդպես համարեց, դա նշանակում է Քրիստոսի արդարությունն է։ Ինձ այդպես ուզեց, շատ սպասավորության մեջ, որ առաջուց ուշադիր նայեք, հայոյիչ եւ հալածող եւ թշնամանող էի, բայց ողորմություն գտա։ Տեսեք, առաքյալը չի ասում, որ ես հավատացյալ էի, հավատքով էի, դրա համար ինձ ընտրեց։ Ասում է ես հայոյող էի, հալածող էի։ Սա այսինքն այն ամենն է, որի արդյունքում սխալ ընկալելով մարդիկ ասում են Աստված Իսրայելին մերժեց, որովհետև Աստծուն հայոյեցին, Աստծուն մերժեցին, Աստծուն հալածեցին, կուրքերի պաշտեցին կամ անհնազանդ եղան մի խոսքով։ Առաքյալը ասում է ես անհնազանդ էի։ Ոչ միայն անհնազանդ էի, ես հայոյում էի Աստծուն, ես հալածում էի Քրիստոսի զավակներին։ Դրա համար ասում է, բայց թշնամանող էի, Աստծուն թշնամի էի, ոչ թե բարեկամ, որ ինձ ընտրեց, բայց ողորմություն գտա։ Ինչի՞։ Ուշադիր նայեք, բայց ողորմություն գտա, որովհետև չգիտենալով էի գործում անհավատությունով։ Այսինքն առաքյալն ինչ ասում իր մասին, ինքը հավատացյալ էր, որ ընտրեց իրեն Աստված։ Ոչ, անհավատ էր։ Բայց ել ավելի շատ եղավ մեր Տիրոջ շնորհքը, տեսնում եք, ինքը ցույց է տալի իր մեղքի անկման մեծությունը, ով էր ինքը։ Դրա համար ասում է Աստծո շնորհքն էլ մեծ եղավ, որ իմ նման տականքին, այդ շատ տականքին բարձրացնի։ Բայց ել ավելի շատ եղավ մեր Տիրոջ շնորհքը հավատքով եւ սիրով, որ Քրիստոս Հիսուսումն է։ Գիտեք ինչ է ասում։ Տիրոջ շնորհքը ինձ տվեց հավատք եւ սեր Հիսուս Քրիստոսում։ Առանց Հիսուս Քրիստոսի ես անհավատ էի։ Թշնամանող, հալածող եւ հայոյիչ։ Ինչ եք տեսնում։ Շնորհքի ընտրության պես մնացորդ, ընտրության պես մնացորդի մասին է խոսքը։ Առաքյալն այս աստվածաբանությունն է զարգացնում, ավելի խորը նայեք։ Բայց ավելի շատ եղավ մեր Տիրոջ շնորհքը հավատքով եւ սիրով, ավելի շատ եղավ Տիրոջ շնորհքը հավատքով եւ սիրով։ Այսինքն այդ հավատքը եւ սերը Տիրոջ շնորհքի բաղադրիչ է, որ ինձ եկավ, որ իմ կյանք եկավ։ Առանց Աստծո շնորհքի Պողոսը ոչ հավատք ունի, ոչ էլ հնազանդություն, ոչ էլ սեր դեպի Աստված։ Տեսնում եք, ունի նախանձ, բայց կուրությունով նախանձ։ Դա առաքյալն ասում է նրանք նախանձավոր են, բայց ոչ գիտությունով։
նախանձ ունեն, դե նախանձը շատ անգամ մարդուն կարա ֆանատիկ սարքի, բայց չունի ճշմարտությունը եւ որպեսի ամբողջացնի, բայց ել ավելի շատ եղավ մեր Տիրոջ շնորհք հավատքով ես իրով որ Քրիստոս Հիսուսումն է ճշմարիտ է այս խոսքը եւ ամեն ընդունելության արժանի, որ Քրիստոս Հիսուս աշխարհ եկավ, ուշադիր լեք բառը, մեղավորները փրկելու, որոնց առաջինը ես եմ, սակայն նրա համար ողորմություն գտա, 11 համարը, սակայն նրա համար ողորմություն գտա, նրա համար Աստված իմ նմանին ողորմեց, որ Հիսուս Քրիստոսը առաջ ինձանում ցույց տա բոլոր երկանամտությունը օրինակ լինելու նրանց, որ պիտի հավատան նրան հավիտենական կյանքի համար։ Եվ անմիջապես, բայց հավիտենից թագավորին, այն անեղծին եւ աներևույթին, այն մեկ Աստծուն լինի պատիվ եւ փառք հավիտյանս հավիտենից ան։ Այսինքն ինքը նույնիսկ սկսում է փառաբանել Աստծուն, երբ որ այդ մասին խոսում է, որտեղ ինքը շատ լավ հասկանում է, թե ինքը ինչպես է փրկվել։ Եվ ասում է այդ ողորմությունը գտա, որպիսի Աստված ցույց տա մեծություն այդ շնորհքի եւ որպիսի ես օրինակ լինեմ, որպիսի բոլոր տեսնեն ինչպես Աստված համբերում այդ մեղավորին, ցույց տալով իր ամբողջ երկարամտությունը եւ համբերությունը նրանց վրա, որոնք պիտի ավետարանով գան դեպի Աստված, այսինքն որոնք կմտնեն տվյալ պարագայում եկեղեցու դիսպենսացիա կամ շնորհքի ընտրության պես մնացորդն է։ Այս հրամասին է զարգացնում առաքյալ։ Տեսեք, հենց առաջինը, թե ուշադիր եք, հենց առաջինը Աստված նախասահմանեց, որ առաքյալները մտնեն եկեղեցի, հենց առաքյալները, որոնք ինչ ազգից էին, Իսրայելցի, այսինքն առաքյալը պատասխանում այս հարցին, միթե Աստված դեն նետեց իր ժողովուրդը փոխարինելով նրանց անազատության պատճառով, փոխարինելով նրանց ուրիշ ազգով կամ եկեղեցիով, եթե վերջնական վերջնակ։ Եվ Իսրայելը դա խորհրդանի չէ։ Առաքյալը ասում է քավլիցի անազատության պատճառով չի մերժել իր ժողովուրդը, որտեվ ես էլ եմ անազատ եւ Բենյամինի ցեղից իսրայելացի։ Բայց ես ինչ գործ ունեմ ստե, եթե Իսրայելի մերժվել է անազատության պատճառով, ես եւ անազատ եի եւ իսրայելացի եմ։ Ուրեմն եթե ես այստեղ եմ, Աստված անազատության պատճառով չի մերժել իր ժողովուրդը, այլ ունի շնորհքի դրության պես մնացող։ Իսկ այն ժողովրդի մասամբ կուրությունը որոշակի Աստծո փրկության ծրագրի մեջ նպատակ ունի, որը նույնպես ծառայելու է Աստծո փառքին, ցույցատալու Աստծո ողորմությունը դեպի Իսրայելը։ Եվ մենք վերջում 11-րդ գլխում կարդալու ենք, որ ամբողջ Իսրայելը կփրկվի այդ շրջանում Հակոբը, որի մասին խոսում է առաքյալը։ Հիմա կարևոր մի բան, եկեք անդրադառնանք, տեսեք, առաջի եկեղեցին բաղկացած էր 3000 հոգի իսրայելացիներ, հետո 5000 հոգի իսրայելացիներ, հետագայում մենք տեսնում ենք, որ Պենտեկոստեի օրը այդ նույն Պենտեկոստեն 4 անգամ կրկնվեց, արդեն սամարացիներին կրկնվեց, եկեք անդրադառնանք սրան։ Գործարքայությունում ենք սա անդրադառնանք, տեսեք, առաքյալը շեշտումը կարևոր մի սկզբունք, այս շնորհքի ընտրության պես մնացորդի սկզբունքի մեջ անդրադառնում է բոլոր բաղադրիչներին եւ կապում է Իսրայելի հետ, ինչպես արդեն ասացի, 12 առաքյալները, հետո 3000 հոգի հрьяաներ, հետո 5000 հոգի հрьяաներ միանում են եկեղեցուն։ Բարնաբասը եւ Մարկոսը, որոնք հрьяաներ են, մյուս առաքյալները տարածում են ամբողջ ավետարանը, առաջի հերթին նրանք Պողոսի հետ մտնում են նաեւ սինագոգ, այսինքն ժողովարաններ, հрьяաներին, որոնք արդեն պատրաստ են Մեսիային ընդունելու։ Այսինքն այստեղ ինչ է ուզում ցույց տա առաքյալը, ինչ ենք ուզում մենք տեսնենք, որ հрьяաների մերժվածություն գոյություն չունի, միթե Աստված դեն նետեց իր ժողովուրդը, այլ կա ֆունկցիոնալ որոշակի դեր եւ Աստծո փրկության ծրագրի մեջ որոշակի այդ ֆունկցիոնալ դերը։ Սա է ուզում ցույց տա։ Առավել մենք նոր կտականում մի ամբողջ մնամակ ունենք, որը վերաբերվում է հрьяանին, չէ՞, եբրայեցից թուղթ առ եբրայեցից։ Եբրայեցիներին ուղղված թուղթը ում է հрьяաների եկեղեցուն, իսկ այդ եկեղեցում մեծ մասամբ հрьяաներ են արդեն։ Եվ որոնք շատ լավ ծանոթ են հուդայիզմին, ընդհանրապես մովսիսական օրենքի ծեսերին, եւ ինքը այդտեղ ներկայացնում այդ թղթի մեջ ներկայացնում է Քրիստոսի առավելությունը հուդայիզմի ծեսերի վրա եղած զոհաբերությունների առավելությունը Քրիստոսի զոհով, Քրիստոսի զոհը առավել է, քան ստային զոհերը, առավել արյունը առավել է, ավել քահանայությունը, քահանայապետը Մելքիսեդեկի կարգի պես ավելին քան ստային քահանաները Ղևտացիների, որտեղ ինքը հուդայի ցեղից քահանա։ Այսինքն ամեն ինչ ներկայացնում է Աստված հայտնությունը, շատ կերպերով Աստված խոսեց հիմա իր որդիով, եբրայեցից թուղթը, որը ուղղված է եբրայեցիներին, ինչի։
Սա ինչա ցույց տալի։ Ցույց տալի, որ Աստված դեն չի նետեի ժողովուրդը, որի առաջուց ընտրեց ճանաչել բառը, դա հիադա հասկացողությունը, որ նշանակում է։ Մի քիչ երկրորդ բաղադրիչի մեջ մենք կանադառնանք սրա։ Երկրորդ բաղադրիչ այդ շնորհքի դրության պես մնացորդը փրկվում է շնորհքով։ Այնտեղ մենք կանադառնանք այս երկրորդ հատվածին 11-րդ գլխի։ Հիմա եկեք ավելի ամբողջացնենք։ Ուրեմն ինչ կատարվեց, եթե Աստված չմերժեց իր ժողովուրդը։ Կատարվեց մի հասարակ եւ կարեւոր մի բան։ Հասարակի նկատի ունեմ մի բան, որ մեր հասկացողության համար պիտի ընկալելի լինի։ Շնորհքի դրության պես մնացորդը մտավ եկեղեցի։ Ինչպես արդեն ես ասացի, տեսեք ինչքան ժողովուրդ իզրայելացի ընտրվեց։ Այսինքն առաքյալն ասում է հենց այսպես էլ այս ժամանակումը շնորհքի դրության պես մի մնացորդ եղավ, որոնց Աստված չմերժեց։ Այո, Իսրայելը դեռ կա, եւ Իսրայելին օգտագործում է նախանձի գրգռելու հեթանոսներին, եւ հեթանոսների փրկությունով նախանձի է գրգռում Իսրայելին, մինչեւ այն վերջի շրջանը, այսինքն կուրությունը մինչեւ հիմա կա ասումը, մինչեւ 11-րդ գլխի վերջի հատվածը, մինչեւ այն շրջանը, որտեղ Իսրայելը նույնպես կմտնի այդ նոր ուխտի մեջ, Քրիստոսով փրկության ուխտի մեջ։ Հիմա տեսեք, այս առումով որոշակի սկզբունք եմ ուզում տեսնել։ Առաքյալը խոսում է, որ առաջի հավատացյալները Պենտեկոստեի օրը, երբ որ 12 առաքյալների վրա եկավ Սուրբ Հոգին, որոշակի առումով այն եկեղեցու ծնունդն է համարվում։ Եկեղեցու ծնունդ այդ այն դիսպենսացիան, այդ շրջանն է, որի մեջ Աստված ընդգրկում է այդ շնորհքի դրության պես մնացորդը։ Բայց շնորհքի դրության պես մնացորդ եղել է նաև առանց եկեղեցու Իսրայելի կյանքում մինչ այդ։ Ես ուզում եմ, որ դուք տեսնեք, որ կոնկրետ Պողոսի շրջանում շնորհքի դրության պես մնացորդը մտնում է եկեղեցի, եւ սա մեր կարևոր առաջի ճշմարտությունը, որ առաքյալը ներկայացնում է։ Առաջի Կորինթացիս 12-13-րդ համարում, որ շատերը ներկայացնում են Սուրբ Հոգու մկրտություն սկզբունքը, իհարկե շեղված։ Առաքյալը ցույց տալի է սկզբունքը, տեսեք 13-ը, որտեղ մենք էլ ամենքս մեկ հոգով մկրտվեցանք մեկ մարմին լինելու։ Մեկ մարմին դա Քրիստոսի մարմինն է, որ եկեղեցին է։ Նորից եմ ասում, իսրայելացիների համար եկեղեցին որպես Աստծո հայտնություն, որպես մարգարեություն ծածկված էր։ Որոշակի նշույլներ կա, որոշակի ակնարկներ կա եւ Աբրահամի ուխտի մեջ բոլոր ազգերը քո սերունդով կորտում են։ Այսինքն, բայց ամեն դեպքում ուղղակի հայտնություն եկեղեցու մասին չկա։ Դրա համար եկեղեցու դիսպենսացիան Պողոս առաքյալն առավել ցույց է տալի, որ սա Աստծո խորհուրդն էր, որ ծածկված էր, որ նաև հրեշտակները ակնկալույց ուզում են տեսնեն, թե ինչ այդ շնորհքի մնացորդը, որ մտնում է եկեղեցու դիսպենսացիա, որը նաև բաղկացած է հեթանոսներից։ Եվ շնորհքի ընտրության պես մնացորդը մտնում է Քրիստոսի մարմին, որը ունի կարևոր սկզբունք, որն այդ սկզբունքը, տեսեք, մարմինը բաղկացած է, Քրիստոսի մարմինը բաղկացած է հրեաներից, սամարացիներից, հեթանոսներից եւ վերջի հատվածում Հովհաննես Մկրտչի աշակերտներից, վերջի այդ անցման շրջանի հավատացյալ, որով ամբողջանում է եկեղեցին։ Այսինքն եւ այդ եկեղեցին, որը կամբողջանա մինչեւ այդ եկեղեցու շրջանը, այն կվերծվի եւ նորից դուր կբացվի Իսրայելի, կվերականգնվի տաճարը, նորից կգա այն կերպը փրկության, նույն Քրիստոսով, բայց որոշակի առումով տարբեր։ Տեսեք, որովհետեւ մենք հավատացյալներս միանում ենք իսրայելացիներին առանց տաճարի եւ այդ մեջտեղի քանդող պատը Քրիստոսով ջնջվեց։ Առանց այդ տարբերության մենք մտանք իսրայելացիների հետ նույն եկեղեցի դիսպենսացիայի մեջ։ Այդ շնորհքի դրության պես մնացորդը մտնում է, որով Քրիստոսը ջնջում է այդ մեջտեղի այդ արգելող պատը, մեր տարբերությունները տաճարի հետ կապված, ծեսերի հետ կապված, հրեական ավանդույթների հետ կապված։ Հիմա տեսեք, դրա համար առաջի եկեղեցում գայթակղություն կար եւ հեթանոսները, որոնք կապ չունեին տաճարի հետ, իսրայելացիները, որոնք այդ եկեղեցու մաս էին, միշտ գայթակղվում էին, ասում են, «Էս ինչ են անում, սրանք շաբաթը չեն պահում, մյուս բաները»։ Դրա համար գնաց եկեղեցի, այսինքն Պողոսը եւ առաքյալներից բարձրացան Երուսաղեմ եւ այնտեղից ստացան այն ամենը, ինչ որ պիտի տային հեթանոսներին, թե ինչ պիտի անեն։ Եվ կարևոր սկզբունքներ կար, որ խեղդվածի միշտ չուտեն, մյուս կրակպոռնկությունից հետ կանգնեն։ Մենք այդ մասին խոսենք, եթե մա խոսեմ այդ մասին, շատ ժամանակ կանցնի։ Դա 5 տականի խորհրդի մեջ կար հեթանոսները ինչպես պիտի վարվեն, այդ նորմատիվներն էին տալի, որովհետեւ նրանք եկեղեցիի մեջ հեթանոսը եւ իսրայելացին իրար որպես քույր եւ եղբայր փառավորեին Տիրոջը։ Հիմա տեսեք, մեկը մյուսին ծառայել առանց գայթակղության։ Սա եկեղեցին է։ Առաքյալն ասում է, շնորհքի դրության պես մնացորդը մտնում է եկեղեցի։ Այդ դարաշրջանում։ Հիմա եկեք ավելի խորը նայենք սա։ Առաջինը, սա տեսեք, ես մի քիչ ընթերցեմ հատվածից, որովհետեւ մենք էլ ամենքս մեկ հոգով մկրտվեցանք մեկ մարմին լինելու, թե հրեաներ, թե հույներ։
թե ծառաներ, թե ազատներ, եւ ամենքս մեկ հոգիից խմեցինք։ Առաքյալի նպատակը 12-րդ գլխում նա չի, որ Սուրբ Հոգով մկրտվեցինք, որ պարգևներ Երևան։ Նպատակը, որի ցույց է տալի, որ այդ Քրիստոսի մարմնի մեջ մեկ հոգով մտանք երկուսս, եւ հրեաները, եւ հեթանոսները։ Այսինքն թաղվեցինք, մկրտվել նշանակում է թաղվեցինք այդ մարմնի մեջ, դարձանք այդ մարմնի անդամ, եւ մեկը չի կարասի, որ ես լավ անդամ եմ, դու անդամ չես, եւ տեսեք, որովհետեւ մարմինն էլ մեկ անդամ չի, այլ շատ, ոտքը, եթե ոտն ասե, որովհետեւ ձեռք չեմ, մարմնից չեմ, միթե նրանով մարմնից չի լինի, որովհետեւ հրեա չեմ, այսինքն այս սկզբունքների մասին է խոսքը, բայց հիմա Աստված անդամները նրանց ամեն մեկը դրա մարմնի մեջ ինչպես կամեցավ. Եվ ամեն մեկ անդամ մեկը մյուսին պիտի ծառայի, լինելով եւ հրեա, եւ հեթանոս, եւ սամարացի, այսինքն այս ամբողջ սկզբունքի մասին է։ Սա, եթե մենք անդրադառնում ենք առաջի Պենտեկոստեն, որը եղավ, դա հրեաներն են, երկրորդը որ եղավ, դա սամարացիների վրա է։ Գործ Առաքելոց 8-9 գլուխները խոսում են այդ մասին։ Այսինքն սա սամարացիներն են, որոնց համար եղավ փոքրիկ այդ Պենտեկոստը։ Ինչի փոքրիկ Պենտեկոստ է։ Փոքրիկ Պենտեկոստեն վերցնենք, մենք արդեն գիտենք դա ինչ է, դա ընդհանուր զատկից հետո 50-րդ օրն է, որը 5 տակարանում բերքատվության հետ կապված շավոթ, այն կապված էր յոթնյակի հետ, այդ տոններ, որի արդյունքում, որտեղ շատ շատ հրեաներ գալիս էին Երուսաղեմ այդ տոնին մասնակցելու, այդ ժամանակ Աստված օգտագործեց այդ եկեղեցու ծնունդը, այդ Սուրբ Հոգու գալուստը, այդ նշանները եղան եւ այդ նշանները կարիք կար, որպիսի եկեղեցու ծնունդը երևա, որ տրվեց այն խոստումը, որ Քրիստոսով փրկությունը կլինի եւ այդ իսրայելացիները, որոնք այդ նշանը ստացան, իրենց դա իրենց համար հանդիսացավ նշան, որով կորոշեին դուր բացվել է այս մարդու փրկության թե ոչ։ Դրա համար առաջին երբ որ Աստված այդ կատարեց իսրայելացիների առաքյալների կյանքում, երկրորդը մենք տեսնում ենք, որ նույնը արեց սամարացիների պարագայում 8-9 գլուխներում։ Ինչի? Որպիսի իսրայելացիները, այսինքն փրկված իսրայելացիները շնորհքի ընտրության պես մնացորդը տեսնի, որ շնորհքի ընտրության պես մնացորդը դա նաև սամարացին, այսինքն սամարացիներին փրկության դուռը բացի Աստված, որտեղ իրենք չունեն այդ հավատքը, որ սամարացիներին դուռը, հիշում եք Պետրոս առաքյալին, քանի անգամ 3 անգամ Աստված ասեց վերկած մորթի կեր այդ կենդանիները, ասեց մանկուց չեմ կերել, դրանք պիղծ են ինձ համար, իսրայելացու համար հեթանոսը պիղծ է համարում իր բարքերով, իր սկզբունքներով, իր զոհաբերություններով։ Աստված ասում է, ես նրան ընտրել եմ, դու պիղծ մի համարի, ինչ որ ես մաքուր եմ համարում, դու պիղծ մի համարի, վերկաց եւ կեր։ Եվ այստեղ խորհրդանիշ էր, որ դուր բացվեց, այսինքն անհավատներին, այսինքն հեթանոսներին։ Առաջի հերթին տեսնում ենք այն կատարվեց 8-9 գլուխներում Գործ Առաքելոց սամարացիներին։ Դրա համար սիրելիներս այդ նշանները, լեզվով խոսալը եւ մարգարեությունները, դրանք ամբողջական մի շրջանի կարիք չկա։ Ուղղակի իսրայելացիների համար, այսինքն փրկված այդ նշանը տեսած, իրենց վրա ապրած այդ իսրայելացիները տեսնում էին, որ նույնը կատարվեց սամարացիներին եւ ասում են, այ հիմա տեսնում եք, որ Աստված դուռ բացեց նրանց էլ։ Այսինքն այս նշանը կարիք չկա մինչեւ այսօր գա։ Դա այդ նշանը այն շրջանի համար է եկեղեցու ծնունդի, որպեսզի Աստված ցույց տա, որ դուռը բացվե արդեն մյուսներին էլ, որտեղ Իսրայելը արգելք էր հանդիսանում մյուսների փրկության, ասում է չի լինի այդպես, որպեսզի Աստված ցույց տա, դա կատարեց Աստված։ Երկրորդ նշանը կատարեց սամարացիներին փոքրիկ Պենտեկոստեի խորհրդով։ Երրորդը կատարվեց Կորնելիոսի, երրորդը կատարվեց հեթանոսների համար, որը մենք տեսնում ենք արդեն Գործ Առաքելոց, հիմա այս համարը կասեմ ձեզ, 10 եւ 11-րդ գլուխներում, որ տեսնում ենք Սուրբ Հոգին իշխում է հեթանոսներին։ Եկեք անդրադառնանք այդ հատվածին։ Ուշադիր նայեք, ես հատված եմ ընթերցում Գործ Առաքելոց 10-րդ գլխից, մի կարևոր սկզբունք ձեզ։ Ես չեմ ուզում ամբողջը ընթերցեմ, ամբողջը կտեսնեք ինչպես Աստված կարծես համոզում Պետրոսին կամ ներգործում Պետրոսի մեջ, որպեսզի Պետրոսը գնա եւ Կորնելիոսին, հեթանոսին արդեն խոսի ասոխոս կավետարան, որով պիտի փրկվի։ Տեսեք ուշադիր, ես ընթերցեմ 39 համարից։ Եվ մենք վկա ենք այն ամենի բանը, այսինքն Պետրոսը խոսում է Հիսուս Քրիստոսի մասին, որով պիտի լինի փրկություն։ Եվ մենք վկա ենք այն ամեն բաներին, որ հրեաների երկրումը եւ Երուսաղեմում արավ, որին փայտից կախված սպանեցին Քրիստոսի մասին։ Նրան Աստված հարություն տվավ երրորդ օրը եւ հայտնի արավ նրան։ Ցույց տվեց մի քանի հոգու։ Եվ մեզ ոչ թե բոլոր ժողովրդին,
Ոչ թե բոլոր ժողովրդին ցույց տվեց Քրիստոսին հարությունից հետո, իսրայելացիներին։ Ոչ թե բոլոր ժողովրդին, սա նույնպես մնացորդի մասն է։ Տեսեք, որպեսզի տեսնեք, որ մնացորդ կա։ Ոչ թե բոլոր ժողովրդին, այլ մեզ Աստվածանից առաջուց կամ առաջագույն ընտրված վկաներից։ Մեկ նույն բառը ընտրված վկաներից, որ կերանք եւ խմեցինք նրա հետ, նրա մեռելներից հարություն առնելուց հետո։ Հիմա ուշադիր նայեք։ Եվ պատվիրեց մեզ ժողովրդին քարոզել եւ վկայություն դնել, թե ինքն է Աստվածանից սահմանված դատավորը մեռելներին եւ կենդանիներին։ Հիմա բոլոր մարգարեները վկայություն են տալիս նրա մասին, որ նրա անունով մեղքերի թողություն կառնի ամեն նրան հավատացողը։ Եվ Պետրոսը դեռ այս բաները խոսելիս, ուշադիր նայեք, Աստծո ներգործությունը։ Այս բաները խոսում էր Պետրոսը, ինչ էր անում Պետրոսը, մարդկանց համոզում էր փրկության, չէ, փոխանցում էր ճշմարտությունը։ Եվ Պետրոսը դեռ այս բաները խոսելիս Սուրբ Հոգին իջավ այն խոսքը լսողների բոլորի վրա։ Կորնելիոսը իր կարողությունով փրկվեց։ Ոչ, Աստված նախորոք Պետրոսին ներգործելով տարավ Կորնելիոսի տուն, որ երբեք ծեծելով Պետրոսին չէիք մտցնի Կորնելիոսին, հեթանոսի տուն։ Տարավ Կորնելիոսի նախորոք հայտություն ցույց տվեց։ Տեսնում եք ով անողը։ Աստված եւ հիմա էլ Սուրբ Հոգին իջնում է, որպեսզի Կորնելիոսը ամբողջական ունենա այդ վերստին ծնունդը։ Ուշադիր նայեք։ Եվ Պետրոսը դեռ այս բաները խոսելիս Սուրբ Հոգին իջավ այն խոսող լսողների բոլորի վրա եւ զարմացան Պետրոսի հետ եկող հավատացյալները։ Հրյաներ էին թե հեթանոսներ։ Հրյաներ եւ այդտեղ շեշտում է, որ թլպատությունից էին։ Հրյաներ։ Պետրոսը հայտնություն ունեցավ, որ պիտի գնա խոսի, բայց իր հերթի հրյաները դեռ հələ համաձայն չէին Պետրոսի հետ։ Եվ զարմացան, տեսնում եք, եւ զարմացան Պետրոսի հետ եկող զարմանքը ինչի հետ է կապված։ Զարմանքը կապված է, որ հրյան տեսնում է, որ հեթանոսին դուռը բացվե։ Ոչ թե այդ պարգևի վրա են զարմանում։ Պարգևի վրա չեն զարմանում։ Հրյաների զարմանքը հեթանոսին դուռ բացվելու վրա է։ Սա կարևոր է որ մենք տեսնենք, որովհետև սա հենց Պենտեկոստեն, ասենք երկրորդ Պենտեկոստեն է, եւ կարելի ասել երրորդ, դեպ առաջին եղավ հրյաներին, առաքյալներին 12-ին, հետո եղավ նույնը սամարացիներին, ես չեմ ուզում այդ բոլորը ընթերցել, որ տեսնենք, ինչի եմ սա մենք ընթերցում։ Կարդում ենք, որ այս հավատացյալ շնորհքի դրությամբ մնացորդը մտնում է եկեղեցի շրջան, բայց եկեղեցի շրջանը ամբողջական վերցվելու է։ Այլ լինե վերջի հավատացյալը եկեղեցու դիսպենսացիայի մեջ ապաշխարելուց եկեղեցին վերցվելու է։ Դուռը բացվելու վերջի 7-յակի արդեն հակա Քրիստոսի շրջանն է գալու։ Հիմա տեսեք, եւ Աստծո ողորմությունն է, որ թույլ չի տալի, որ եկեղեցին մտնի այդ մեծ նեղության շրջան կամ Աստծո բարկության սկավառակների թափվելու, որտեղ այդտեղ մենք կարդում ենք վայ երկրին եւ նրա վրա բնակվողներին, բայց Իսրայելը դրա տակով անցնում է։ Տեսնում եք, այսինքն տեսեք տարբերությունը նաև կա այդ կերպերի, նաև Աստծո յուրահատուկ ֆունկցիոնալ դերերի եկեղեցու եւ Իսրայելի։ Բայց նորից եմ ասում, նրանք ընտրության առումով նույն ժողովուրդ են։ Նրանք կազմում են Աստծո ամբողջական տիեզերական եկեղեցին, տիեզերական Աստծո ժողովուրդը։ Սա կարևոր հասկանանք։ Հիմա եւ սրանից հետո եւ Պետրոսը դեռ այս բաները խոսելի Սուրբ Հոգին իջավ այն խոսող լսողների բոլորի վրա եւ զարմացան Պետրոսի հետ եկող հավատացյալները, որ թլպատությունից էին, որ ինչի վրա զարմացան, որ հեթանոսների մեջ էլ Սուրբ Հոգու պարգևը թափվում էր։ Զարմացան, որ հեթանոսներին էլ դուռ բացվեց փրկության, որովհետև լսում էին նրանք լեզուներով խոսում եւ Աստծուն փառավորում էին։ Տեսնում եք, այսինքն տեսնում էին այդ նշանը, դրա համար առաքել ասում սա նշան է անհավատների։ Ինչ անհավատ։ Անհավատ հրեաների, որ չեն հավատում, որ նրանց դուռը բացվե փրկության։ Անհավատ հրեաների մասին է խոսքը, սիրելիներս։ Անհավատների մասին, անհավատը եթե հեթանոս մտնի եկեղեցի եւ տեսնի խոսելուց, կասի սրանք գժվել են, բայց անհավատ հրեան, որը գիտի, որ այդ նշանը Սուրբ Հոգու հետ է կապված, հասկանում է, որ նրանց դուռը բացվե փրկության։ Սրա մասին է խոսքը։ Հիմա այդ նշանի կարիքը չկա, որտեղ եկեղեցին արդեն ամբողջացած է։ Հիմա այդ նշանը կրողները շատ հաճախ մի զարմացեք, այն էքստազ է, այն կապ չունի Աստծուց տրված նշանի հետ։ Ում եք դուք նշան ցույց տալի։ Հիմա անհավատ հրեա կա, որին դուք ցույց եք տալի այդ նշանը, որ լեզուներով խոսում եք, կամ որ մարգարում եք։ Ում եք ցույց տալի։ Մարգարությունները ամբողջացած են եկեղեցին։ Հիմա եկեղեցու մեջ ֆունկցիոնալ դերը ավետարը տարածելն է եւ Քրիստոսին փառավորել նրան նմանվելով իրար հետ հարաբերության մեջ։ Սա է եկեղեցու ֆունկցիոնալ դերը հիմա։ Այսինքն սա թողած պարգևներով իրանք բաժանվում են
Ինչի, որովհետև այդ պարգևը էքստազի հետ է կապված։ Հիմա այդ պարգևը այդ նշանը չի, ինչի մասին որ խոսում է։ Մյուսը արդեն վերջի արդեն 12-րդում մենք տեսնում ենք Սուրբ Հոգին իջնում է Հովհաննես Մկրտիչի աշակերտների վրա, եկեք անդրադառնանք նաև այդ հատվածին։ Տեսեք 19, ես 12 ասեցի, ներողություն 19-րդ գլխում, եւ եղավ որ Ապողոսը Կորինթոս եղած ժամանակը, Պողոսը որ վերի կողմերում ման էր եկել, եկավ Եփեսոս եւ մի քանի աշակերտներ գտավ, ասեց նրանց. արդյոք Սուրբ Հոգին ընդունեցիք, երբ որ հավատացիք։ Ուշադիր նայեք, տեսեք, սա այդ ընթացքի այդ 5 կտականի եւ նոր կտականի անցումային շրջանում աշակերտներ են, ուշադիր նայեք։ Արդյոք Սուրբ Հոգին ընդունեցիք, երբ որ հավատացիք։ Նրանք ասեցին նրան. մենք չենք էլ լսել, թե Սուրբ Հոգի կա։ Ուշադիր նայեք։ Եվ ասեց նրանց. ապա ինչով մկրտվեցաք։ Նրանք էլ ասեցին Հովհաննեսի մկրտությունով։ Հիմա առաքյալն ասում է. տեսեք Հովհաննեսի մկրտությունով, եւ Պողոսն ասեց Հովհաննեսը ժողովրդին ապաշխարության մկրտությունով էր մկրտում։ Եվ ասում էր, թե նա որ նրա ետևից պիտի գա, նրան հավատան, այսինքն է Քրիստոս Հիսուսին։ Այո, ձեր մեղքերը խոստովանեցիք, անկեղծ եղաք, բայց կա մեկը, որին պետք է ընդունեք որպես փրկության միջոց, Հիսուս Քրիստոսին։ Տեսնում եք, սա կարևոր է, ձեր մեղքերի քավության համար։ Մեղքերը խոստովանել եք, այդ ապաշխարության մկրտությունով անցել եք, Աստծո խոստովանել եք ձեր մեղքերը, բայց պետք է մեկը, որը որ պիտի քավի ձեր մեղքերը։ Սա է։ Եվ երբ որ լսեցին, Տեր Հիսուսի անունով մկրտվեցան, նշանակում է Քրիստոսին հավատացին։ Սա կարևոր է, որ մենք հասկանանք մի քանի աշակերտներ ուսուցումը ավետարանի, այսինքն աշակերտներ հրեական այդ ուսուցման մեջ, բայց լսեցին եւ երբ որ Պողոսը ձեռք դրավ նրանց վրա, Սուրբ Հոգին եկավ նրանց վրա եւ նրանք լեզուներ էին խոսում եւ մարգարեանում։ Այսինքն տեսնում ենք նույն եւ այս ամենը 12 մարդկի չափ էին եւ ժողովրդի մեջ մտած 3 ամիս համարձակ խոսում եւ Աստծո արքայության մասին համոզում են։ Այսինքն Պողոսը, նա տեսեք, սա կարևոր մի սկզբունք։ Ինչ ենք մենք տեսնում, այս 4 անգամ կարելի ասել, այս Պենտեկոստեի նշանը կատարումը, որը ուղղակի ամբողջանում է, որ շնորհքի ծությամբ մնացորդի օղակների մեջ մտնում է այս 4 կատեգորիան. հրեաները, ամբողջ ժողովրդից շնորհքի ծությամբ մնացորդ, սամարացիներից, տեսնում եք սամարացիները, տեսնում եք նաև դուրաբացում հեթանոսներից, նաև մնացորդ Կորնելիոսը իրտում եւ մի քանի, տեսնում եք նաև հետագայում նաև թղթեր ուղված են եկեղեցիներին, որոնք հեթանոսներից են, Եփեսացից, Գաղատացից, Կորինթացից, դրանք հեթանոս ժողովուրդ են, բայց այդտեղ կային նաև որոշակի հրեաներ, դեռ Կորինթոսի եկեղեցում հրեաներ կային դեռ այդ առաջի շրջանում, դա մար ասում է դա նշան է, եթե այդ նշաններն անում եք, ասում այդ նշան որպես նշան օգտագործեք, ոչ թե դրանով իրարից բաժանվեք։ Հիմա կարևոր է, դա Կորինթացից նամակի մեջ, որտեղ այնտեղ կար որ այդ նշանը առավել առաջնային էին դրել, քան թե Աստծո խոսքի հռչակումը, մարգարեությունը, այսինքն Աստծո պատգամը, որով հավատացյալը պետք է հոգեորապես շինություն ստանար։ Հիմա պարգևները առավել էին դաս։ Այս պարագայում առաքյալն ասում է, որևէ մի պարգև տրված չի անձը շինելու համար, այլ պարգևները տրված են, որ եկեղեցին շինվի, Քրիստոսի մարմինը շինվի, քո եղբայրը շինվի, ոչ թե դու քեզ շինես։ Սա կարևոր է, հետագայում մենք այս թեմայով եթե խոսենք ավելի խորը բաներ տեսնենք։ Ուրեմն, ամեն դեպքում մենք հասկացանք առաջի ճշմարտություն, որ շնորհքի դրությամբ մնացորդը մտնում է եկեղեցի։ Բայց տեսեք, այսօրվա դարաշրջանում, որքանով էլ որ մենք սա տեսնում ենք, չնայած այս ամեն ինչին, 20-րդ դարում տեսնում ենք մի մեծ խորհուրդ, մի վտանգավոր խորհուրդ, որ այսօր շատերը նայում են, նույնիսկ YouTube-ում այդ մասին լսում են, առանց հասկանալու թե ինչ է կատարվում։ Առաջագալի մի որոշակի առումով հրեաների կազմակերպություն, քրիստոնեական շրջանակում, որոնք սկսում են իրենց զատել քրիստոնեական եկեղեցուց եւ իրենց կոչում են մեսիական քրիստոնյաներ։ Այն հրեաներն են, մեսիական հրեաներ, որոնք Քրիստոսին ընդունում են, բայց ուշադիր են։ Այն պատը, որի մասին խոսում է Պողոս առաքյալը մի ամբողջ Եփեսացից 2 գլուխ, որ Քրիստոսով այդ պատը ջնջեց Աստված, այդ պատը վերացրեց, նրանք նորից այդ պատը միջանկյալ կառուցում են հրեաների եւ հեթանոսների եկեղեցում հրեաների եւ հեթանոսների միջանկյալ պատը, որը արգելք հանդիսանում։ Ինչ են նրանք անում, նորից սկսում են վերականգնել հրեական ծիսական ծեսերը, ավանդույթները, աղոթքի ծեսերի, իրենց որոշակի հագուստները, սկսում են վերականգնել շաբաթի պահպանությունը, սկսում են վերականգնել որոշակի հեթանոսներից զատվելու ընկալումները, այսինքն ինչ ենք մենք տեսնում, այնինչ Աստված վերացրեց, եկեղեցու մեջ այդ պատը վերցրեց,
այս մեսիական հրեաները, հուդայիզմի առավել հետևորդներ, որոնք Քրիստոսին կարծես թե ընդունում են, այդ պատը նորից վերականգնում են։ Սա վտանգավոր է, շատերն էլ առանց իմանալու նրանց լսում են եւ նրանց մոտ չկան վարդապետներ, նրանց վարդապետները ռավիներն են։ Այսինքն նրանք զուտ կրում են արդեն հրեական այդ գլխարկը, հրեական այդ հագուստը, հրեական ավանդույթը։ Տեսեք, նրանց կյանքում առավել արտահայտվում է շաբաթների պահպանումը, մաքուր եւ անմաքուր կերակուրների պահպանումը, հրեական ավանդույթների եւ տոների կատարումը, այսինքն տեսեք, այն ինչը որ ես ուզում եմ ընթերցեմ որոշակի առումով Եփեսացիս 2-րդ գլխից որոշատված, տեսեք, Եփեսացի 2-րդ գլխի 14 համարից վասնզի նա է մեր խաղաղությունը, հաշտությունը, որ երկուսին մեկ արավ եւ մեջտեղի բաժանող պատը թշնամությունը քանդեց իր մարմնովը, Քրիստոսի խաչելությունը, Քրիստոսի մարմնի զոհաբերությունը, այդ պատը քանդեց հրեաների եւ հեթանոսների, այսինքն եկեղեցու շրջանի մեջ եւ մտան հրեա եւ հեթանոս եւ իրար հետ դառան եղբայր եւ քույր, որը չկար թշնամություն կար, նրանց միջև այդ արգելքը կար։ Քրիստոսը իր զոհով դա քանդեց, հիմա այս հավատացյալները Քրիստոսի քանդածը վերականգնում են, ինչ եք տեսնում սրա մեջ։ Եվ շատերը միամիտ ասում են, դեսանք հրեաները, լսեցի հրեա է, ինչ լավ է քարոզում Քրիստոսի մասին։ Մի խափնվեք, սերներս, մի խափնվեք։ Այսինքն 20-րդ դարում առաջացավ սա ինչա ցույց տալիս, որ սա եկեղեցու հետ կապ չունի։ Նրանք իրենց բաժանում են եկեղեցուց, ինչ արժանանում, իրենց բաժանում են հեթանոսից այն ինչը որ Աստված միացրեց եկեղեցու մեջ։ Նրանք այդ նորից վերականգնում են այդ արգելքը, սկսում են բաժանել եկեղեցու մեջ։ Տեսնում եք ձերքը չարի։ Այս սա եմ ուզում տեսնել, որովհետև շատերը չգիտեն, լսում են նրանց քարոզները, շատ եկեղեցիները հրավիրում են նրանց իրենց որպես քարոզիչներ, առանց հասկանալու թե ինչ է կատարվում։ Ես ունեմ մի եղբայր եկեղեցուց հեռացած, որը միացավ նրանց, եւ երբ որ խոսում ես, ինքը քեզ անմիջապես համարում է սխալ, ինչի, որովհետև դու իրանց մեջ չես։ Սա շատ կարևոր վտանգ է, որ ուզում եմ տեսնել։ Ուրեմն տեսեք 14 համարում վասնզի նա է մեր խաղաղությունը, որ երկուսին մեկ արավ եւ մեջտեղի բաժանող պատը թշնամությունը քանդեց իր մարմնովը, հրամաններով դրված պատամուրանքների օրենքը խափելով, որ իրանով երկուսին մեկ նոր մարդ ստեղծե խաղաղություն անելով եւ երկուսին մեկ մարմնով հաշտեցնե Աստծո հետ իր խաչով թշնամություն նրանով սպանելով եւ եկավ ավետարանեց խաղաղություն ձեզ հերովներից կամ հեթանոսներից եւ խաղաղություն մոտավորներին հրեաներին Վասնզի նրանով երկուսս մեկ հոգով ունենք մոտենալը հոր մոտ։ Հիմա առաջացել այս դարաշրջանում այդ սկզբունքը, որ այն ինչը որ Քրիստոսը իր զոհով քանդեց, սկսում են որոշակի առումով վերականգնել հուդայիզմը եւ սկսում են զանազանել իրենց հեթանոսներից։ Իրանք բաժանում են քրիստոնեական եկեղեցուց, իրենց համարելով քրիստոնեական, բայց մեսիական քրիստոնյաներ, որոնք զանազանում են իրենց կամ կապը քանդում են եկեղեցու Քրիստոսի եկեղեցու հետ։ Բայց մենք ինչ ենք կարդում։ Առաքյալի պարագայում դրա համար առաջի ճշմարտություն, շնորհքի ընտրության պես մնացորդը մտնում է եկեղեցի։ Իսկ եկեղեցում շնորհքի ընտրության պես մնացորդը թե Իսրայելի վերցնենք սերտ կապ ունի հեթանոսի հետ։ Այն մեկ ժողովուրդ է համարվում որպես Աստծո ժողովուրդ։ Եթե որևէ մեկը այդ սերտ կապը, որ Քրիստոսը իր մարմնով միացրեց, նորից այդ կապը քանդի եւ պատ ստեղծի նրանց միջև, իմացեք, որ նա շնորհքի ընտրության պես մնացորդ չի։ Այսա կարևորն է, որ ուզեցա մենք տեսնենք առաջի ճշմարտություն որպես։ Ուրեմն շատ կարևոր որ մենք հասկանանք եկեղեցին հանդիսանում է շնորհքի ընտրության պես մնացորդի այս դարաշրջանի սկզբունքը, որի մեջ մտնում են եւ հրեան եւ հեթանոսը, ինչպես ասենք բոլոր կատեգորիաները ընդգրկեց Աստված, եւ շատ կարևոր է տեսնել այս սկզբունքը, որ ընտրված մնացորդը եկեղեցու մեջ եթե մեկը իրեն բաժանում է, մենք պետք է հասկանանք, որ ինքն իրեն բաժանում է առաքյալների եւ մարգարեների հիմքի վրա դրված եկեղեցուց։ Այսինքն ինքն իրեն բաժանում է այն ճշմարտության սյունից, որը կրում է ճշմարտությունը փրկության, այդ եկեղեցին, բաժանում է ինքն իրեն այդ առաքյալների եւ մարգարեների հիմքի վրա եղող եկեղեցուց։ Սա միանշանակ մենք համարում ենք, որ կապ չունի շնորհքի ընտրության հետ մնացորդի։ Տերը ձեզ օրհնի, այսքանով ամբողջացնենք առաջինը, երկրորդ մենք կարողանանք շնորհքի ընտրության պես մնացորդը պահպանվում է շնորհքով։ Մենք երեք կարևոր սկզբունք կտեսնենք 11-րդ գլխի 1-ից 10 համարներում։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար։ Ամեն։